Բարև Այսօր Civilnet-ում պիտի խոսենք դոկտոր պրոֆեսոր Արմինե Իշխանյանի հետ։ Պրոֆեսոր Իշխանյանը Լոնդոնի տնտեսության դպրոցում, ինստիտուտում դասավանդում է, սոցիոլոգ է եւ մոդից ծանոթ է Հայաստանի թե քաղաքացիական գործունեություններին, նախաձեռնություններին եւ թե ժողովրդավարական մեկ քայլ առաջ, երբեմն մեկ քայլ հետ, երբեմն երկու քայլ առաջ գործընթացներին։ Արմինե, շնորհակալություն, որ մեզ հետ ես այսօր։ Շնորհակալություն, Սարգսի։ Արմինե ջան, խոսել ենք անգլերենով, խոսենք նաև հայերենով այս վերջին անցուդարձերի մասին, հատկապես այն առումով, որ նամակ եք գրած դուք ՀՀԳ-ի թիթորներին, ասելով, որ այն ժողովրդավարությունը, որի մասին իրենք խոսում են, պետք էր իրենք կործացրեին, երբ այդ երիտասարդները ներխուժեցին իրենց մամուլի ասուլիսը եւ ուզեցին ինչ-որ մի բան հայտնել իրենց։ Այդ նամակը արդեն, այսինքն թուն հերվից նայելով կարողացար փանացվել, դասավորել ժողովրդավարության կոնտեքստում։ Կբացատրես։ Այո, անշուշտ։ Ես այդ նամակը գրեցի, որովհետև ես այս թեմաների շուրջ շատ եմ գրում եւ գիրք ունեմ եւ այլն։ Եվ երբ որ մտածում էի, որ դուք խոսում եք ՀՀ դիտորդներ դեմոկրատիայի մասին, ժողովրդավարության մասին, քաղաքացիական հասարակության մասին, քաղաքացիների ձայնի մասին, մասնակցության մասին, ապա ինչու եւ որ քաղաքացիները եկան եւ իրենք կարդում էին իրենց գրածը, դուք չէիք լսում, դուք որոշեցիք take a break անել, գնալ սենյակից։ Եվ դրա համար ես որոշեցի այդ նամակը գրել իրենց, ուղղել եւ հարցնել, որ դուք ինչու չեք ուզում լսել քաղաքացիների ձայնը։ Այսօր ես այդ նամակից պատասխանը ստացա եւ իրենք ինձ բացատրել են այդ նամակի պատասխանում, որ իրենք չեն լսել, որովհետև փաստորեն ակտիվիստները եւ որ ներխուժել են, իրենցից ձայն չեն խնդրել եւ իրենց չեն դիմել, ապա իրենք խոսել են լրագրողների եւ այնտեղ կամերաների հետ եւ փաստորեն ոչ թե այնտեղ նստած դիտորդների հետ։ Դրա համար ասել են մենք որոշեցինք to take a break, որ իրենց ժամանակ տանք, որ ակտիվիստը վերջացնի կարդալ իր գրածը։ Եթե ենթադրենք, որ ՀՀԳ-ի մոտ թավատրություն չկա, վատ նպատակներ չկան, եթե ենթադրենք, որ իրոք իրենք ուզում են իրենց գործը կատարել, ինձ թվում է, որ ինչ որտեղ այնտեղ իրենք չեն կարողացել քայլ պահել ոչ հասարակության հետ, ոչ էլ այն ուժերի հետ, որոնք ինչ որ ընդրագեղձիկներով, ընդրախախտումներով ուզում են ընտրությունները շահել։ Ժողովուրդը իր մեթոդապանությունը ոնց որ փոխել է, բայց ոչ ՀՀԳ-ն։ Այստեղ երկու խնդիր կա։ Առաջինը ես չեմ ուզում իրենց motivation-ի, իրենց խնդիրների մասին խոսել, որ ես ուզում եմ իմանալ, մտածել, որ իրենք շատ professional են, եկել են դիտելու եւ այլն։ Այստեղի խնդիրը այն է, որ իրենք չկարողացան ակտիվիստների հետ առնչվել, որովհետեւ իրենք սովոր են շատ ավելի քաղաքակիրթ հտների հետ, որոնք իրենց հետ ավելի ուրիշ ձևով են խոսում։ Իսկ երբ որ ակտիվիստները մտան, իրենք բարձրաձայն եւ այլն տարբեր մեթոդներով։ Բայց այստեղ նաեւ մեթոդը փոխվել է փողոցում, որովհետեւ քաղաքացիական հասարակությունը մինչեւ այս վերջի տարիները շատ ավելի ՀԿ-ական է, ՀԿ սեկտոր, եւ ես դրա մասին գրել եմ որպես genetically engineered NGOs, որ մի տիպի են եւ իրենք ավելի ոչ փողոցում են աշխատում, ոչ քաղաքացիների հետ են աշխատում, այլ իրենք իրենց ծրագրերն են իրականացնում, շատ գեղեցիկ ռեպորտներ են գրում, ֆերասներ են կազմակերպում եւ այլն։ Իսկ այս վերջի 4-5 տարիներում մենք տեսնում ենք քաղաքացիները, նամանավանդ երիտասարդ քաղաքացիները ուրիշնում են հրապարակները, փողոցները եւ ուրիշ խնդիրներ են դարձնում։ Եվ մեթոդաբանությունը նաեւ պետք է երկու կողմից փոխվել, որ իրենք են հասկանան, որ այս երիտասարդները ուրիշ խնդիրներ ունեն եւ ուրիշ ձև են աշխատում։ Իսկ ինչը վերաբերվում է, որ դիտորդական հենց իրենց աշխատանքին, իրենք նաև պետք է հասկանային, որ նաև փոխվում է ընտրախախտումների մեթոդը։ Եվ այս մասին նորեն ասես, փոխվել է ինչ մեթոդը։ Ընտրախախտումների։ Այո։ Որովհետև ընտրախախտումները եթե առաջ կատարվում էին ընտրատեղամասերում, այդ նույն օրը, ասենք լցոնումներ էր լինում եւ այլն, քաշքշոց եւ այլն, հիմա փոխվել է, հիմա շատ ավելի նուրբ ձևերով է կատարվում, տեղում չի կատարվում, մի քանի օր, մի քանի շաբաթ առաջ է կատարվում, դրամ է բաժանվում 5000 դրամ, թե չգիտեմ ինչքան, կարուսելային մեթոդներ եւ այլն։ Եվ իրենց որոշ կազմակերպություններ
կարող եմ մեկը նշել Policy Forum for Armenia, Վաշինգտոնում մի think tank է։ Գրել էր իրենց դիտորդներին, ասել էր, որ դուք պետք է սա տեղյակ լինեք, պետք է սա հաշվի առնեք։ Իրենք պետք է իմանային, դա իրենց աշխատանքն է։ Իրենք եկել են Հայաստան, թե գնում են որևէ մի երկիր, պետք է իրենք հասկանան այդտեղ ինչ է կատարվում։ Եվ դրա համար իրենք որ ասում են մենք չենք տեսել, մենք չենք նկատել, չգիտեմ, ես այդքան էլ չեմ կարողանում լուրջ ընդունել, որովհետև դա իրենց աշխատանքն է եւ իրենք պետք է դա իմանային։ Այս նոր ոճի մասին խոսենք, թե իրոք ինչ է կատարվում փողոցում, ինչ է կատարվում այս ակտիվիստների միջոցով, այս ինչ որ վերջին 2-3 տարվա խմորումները ինչ որ քաղաքական, ոչ քաղաքական պարտիզանական իմաստով, այլ քաղաքական ակտիվիզմի է վերածվել ոնց որ։ Դե գիտեք, ամբողջ աշխարհով մեկ ենք մենք դա տեսնում 2011 թվականից 2012 թվական ամբողջ աշխարհով մեկ տեսնում ենք երիտասարդները իջնում են հրապարակները, փողոցները, նաև սոցիալական ցանցերը իրենց խնդիրները բարձրացնելու։ Ինչու է դա կատարվում, որովհետև եւ որ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ երիտասարդության մեջ կա անհանգստություն, ջղայնություն, որ իրենց ձայնը ոչ միտեղ չի լսվում։ Իրենք դժգոհ են թե տնտեսական սիստեմաների հետ, թե քաղաքական սիստեմաների հետ, եւ իրենց բողոքը տանում են փողոց, որովհետեւ քաղաքական կուսակցություններում իրանք չեն ընդգրկված կամ չեն զգում, որ քաղաքական կուսակցությունները իրենց լսում են, չեն զգում, որ իրենց ղեկավարները իրենց լուրջ են ընդունում, դրա համար իրենք այս մեթոդները։ Եվ մի բան էլ կասեմ, որ շատ երկրներում ՀԿ-ներն էլ էին հենց այդ ցուցակում, որ իրենք չէին հասկանում ինչ է կատարվում, թե Եգիպտոսում վերցնենք, թե Լոնդոնում վերցնենք, այնտեղ մենք շատ բարձ երևաց, որ ՀԿ-ները ոչ թե իրենք ղեկավարում էին, այլ ՀԿ-ները զարմացած էին, թե ժողովուրդը այս ինչ է անում, փողոց ինչու է իջել։ Դրա համար սա մի նոր բան ենք տեսնում մենք քաղաքացիական հասարակության ոլորտում, եւ դա պետք է հասկացվեր, թե ինչ է կատարվում եւ ինչի է գնում։ Այս լավ լուր էր, այսինքն ինչ որ ոլորտներում կոնե աշխարհի հետ քայլ պահում ենք։ Այո։ Շնորհակալություն Արմինե Իշխանյան, պրոֆեսոր Լոնդոնի տնտեսագիտության ինստիտուտում, London School of Economics-ում եւ այս խոսակցությունը շարունակելու հույսեր ունենք։ Այո։ Շնորհակալություն եւ շնորհակալություն, որ կհետևիք Civilnet-ի։